Ես կարծում եմ այս թեման, որ քննարկվում է, ես ընդհանուր խոսեմ կներկայացնեմ Մայր Հայաստան խմբակցության տեսակետը, նկատառումները այս հարցի վերաբերյալ, խոսքը վերաբերում է հուշատախտակներին եւ գտնում եմ, որ հուշատախտակները Երևանի դիմագծի կարևորագույն թեմաներից են։ Եվ այստեղ մենք պետք է լինենք շատ եւ շատ հետեւողական։ Խոսքը վերաբերում է բոլորիս, ոչ միայն ավականու անդամներին, ոչ միայն քաղաքապետերանին։ Խոսքը վերաբերում է նաեւ բոլոր երևանցիներին։ Ինչու, որովհետեւ Երևանը ոչ հայության մայրաքաղաքն է, մեր սիրելի քաղաքն է եւ ամեն մետրի, սանտիմետրի համար մենք պատասխանատու ենք։ Խոսեմ հիմա ըստ էության հուշատախտակներից։ Դրանք այն նկատառումներն են, որ այն դիտարկումների շնորհիվ Մայր Հայաստան դաշինքը ուզում է ներկայացնել այստեղ բոլորիդ։ Մենք ոչինչ չունենք իհարկե ներկայացվող թեկնածուների առումով, անունների, նրանց մեծության, նրանց աշխատանքի, իրենց կյանքի ընթացքում մեծ նվիրումով մեր երկրին, ժողովրդին, իրենց գործունեությամբ նվիրվելու առումով, որովհետև ես անձամբ մասնավորապես Յուրի Սահակյանին հետ մտերիմ եմ եղել, ճանաչում եմ նրան, գիտեմ նրա գործունեության վերաբերյալ, չէի ճանաչում, բայց նաև ուսումնասիրեցի Ալպիկ Մկրտչյանին, ֆիզիկոս, ակադեմիկոս, եթե չեմ սխալվում, ոսկեգործ, ադամանդագործ, այո, Էմիլ Գրիգորյանը եւ հայտնի վիրաբույժ Արարատ Սահակյանը։ Մեր խմբակցությունը լիովին ողջունում է նման անունների առումով, որ իրենց հուշատախտակները տեղավորվեն, մենք մեր վերաբերմունքը իհարկե կհայտնենք այդ առումով, բայց այստեղ ավելի շատ նկատառումները վերաբերում են նրան, թե ինչ չափորոշիչներով, ինչպես հասկանալի է, որ հանձնաժողով կա այդ առումով, սակայն ինչպիսի չափորոշիչներ են, խոսքը նորից եմ կրկնում, չի վերաբերում այս 4 անձերին։ Ընդհանրապես քաղաքում տիրող հուշատախտակների մարդկանց մեծարելու նվիրված որևէ հուշարձանային կառույց ստեղծելու մասին է։ Դեռևս 1999 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին որոշումը։ Կրկնում եմ, նշանավոր գործիչներին։ Սակայն թողեք ելույթ ունենանք, հա։ Սակայն քաղաքում կան նաև հուշատախտակներ, որոնք չգիտես ինչ-ինչ անհայտ պատճառներով սպրտել են։ Հուշատախտակներ մարդկանց նվիրված, որոնք չգիտես ինչ անհայտ պատճառներով են սպրտել։ Ես հիմա կոնկրետ թիրախը չեմ ուղղորդում այս ավականուն, ընդհանրապես եմ խոսում երևույթի մասին, նորից եմ կրկնում։ Եվ քաղաքապետարանի որոշումները պետք է ունենան հստակ չափորոշիչներ։ Մենք էլ կարող ենք որոշակի չափորոշիչներ իհարկե առաջարկել, մասնավորապես եթե մշակույթի, արվեստի բնագավառի աշխատակից է եղել կամ նվիրյալ եղել, բնական է, որ կարող են դրան մասնակցել նաև ստեղծագործական միությունները, օրինակ կոմպոզիտորների միություն, գրողների միություն եւ այլն, նույն հանձնաժողովը մինչեւ որոշումը կայացնելը, մինչեւ հարցը ներկայացնելը, բազմաթիվ խնդիրներ կարող է վերհանել նաև դիմել մարդկանց, որոնք ճանաչում են, ինչու՞ չէ այս հարցին նաև կարծում եմ պետք է տվյալ վայրում, շենքում կամ բնակավայրում, որ բնակվում է այդ մարդը, նաև իրենց կարծիքներ հարցնել, միգուցե, չգիտեմ, այս ամենը իհարկե պետք է մշակվի, բնակիչների ճնշող մեծամասնության նաև համաձայնությամբ։ Մի խոսքով, մեր ուղղակի մտահոգությունները հիմնականում վերաբերում են չափորոշիչներին։ Եվ այդ չափորոշիչները հստակ լինելու դեպքում մեկ անգամ եւս կարողանան քաղաքի դիմագիծը չկորցնել եւ Պաուլ Սևակի, Վարան Փափազյանի, Հրաչյան Ներսիսյանի, Համո Բեգնազարյանի, Թաթուլ Ալթունյանի կողքին հանկարծ չհայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք հայտնի չէ թե ինչ ճանապարհներով, ինչ զարտուղի ճանապարհներով, միգուցե ես չեմ ուզում կոնկրետանալ, ֆինանսական կամ իրենց համապատասխան կապերի շնորհիվ կարողանում են իրենց հայրերին, պապերին հուշատախտակներ դնել եւ դրանով իհարկե որոշակիորեն քաղաքի դիմագիծը փոխել։ Խոսքս ամբողջովին չափորոշիչների մասին է,
Խնդրում եմ սա հաշվի առնել հետագա մեր գործունեության ժամանակ։